Բարի երեկո ժամը 20-ն է, Ազատության շաբաթօրյա եթերում լրատվական կենտրոնն է։ Այսօրվա թեմաներն են։ Վարչապետ Փաշինյանը հայտարարում է հայ-թուրքական սահմանին տարեսկզբին սպասվող զարգացումների մասին։ Եվ այդ զարգացումները արդեն մասամբ տեղի են ունենում։ Ադրբեջանական բենզինի ներկրմանը զուգահեռ Երևանը դիտարկում է Բաքու ապրանքների արտահանումը։ Ովքեր կընդգրկվեն քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում։ Իշխանության որ խոստումն է կատարվել 2025-ին։ Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի։ Լրագրողական կազմակերպությունները մտահոգություններ են հնչեցնում կառավարության օրենսդրական նոր նախաձեռնության շուրջ։ Հեշտությամբ կարող որոշի, որ վերջ փակում ենք ու Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի առաջնորդների վաղվա հանդիպմանն ընդառաջ Կիևը լայնամասշտաբ հարձակման է ենթարկվել։ Կարծես ավելի են որոշակի անում տարեսկզբին հայ-թուրքական սահմանի բացման խոսակցությունները։ Ճիշտ է, առայժմ միայն դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, ինչի պայմանավորվածությունը դեռ տարիներ առաջ էր ձեռք բերվել։ Օրերս Ռեջեփ Էրդողանը ակնարկեց, որ հունվարին պետք է սպասել խորհրդանշական քայլերի։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին Երևանում շարունակել է թեման։ 2026 թվականին բացի այն գործառույթները, որը մենք գիտենք պետական եկամուտների կոմիտեի համար, մի մեծ դաշտ է բացվելու եւ այդ դաշտը կապված է խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում թրիփ ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք 26 թվականին գործնական փուլ ենք մտնելու, բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական եւ բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար։ Եվ սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է, որովհետև մենք այսօր 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք եւ այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի մենք ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը, ընդ որում մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին եւ այդ զարգացումները արդեն մասամբ տեղի են ունենում, գիտեք, որ արդեն Ադրբեջանի տարածքով գնացքներ են գալիս Հայաստանի Հանրապետություն, դեռ հակառակ ուղղության գնացքներ չեն գնում եւ դա հիմնականում կապված է նրա հետ, որովհետեւ 30 տարի, այսինքն նախորդող շրջանում մեր տնտեսությունը մի քիչ զվարճալի է դա հնչում, բայց իրականությունը դա է, ֆուրի ծավալով է իր պլանավորում իրականացնել, իսկ գնացքը բեռնել եւ գնացքով ապրանք արտահանել մեզ համար բոլորովին նոր բան է։ Ըստ էության մենք գնացքով լիարժեք արտահանել ենք թերևս մենակ խտանյութ հիմնականում։ Հիմա մեր պետք է արդեն տնտեսական լոգիստիկ նոր կարողություններ ձևավորվեն Հայաստանում կազմակերպչական իմաստով, որպես տնտեսությունը կարողանա հասկանալ ինչպես կարելի է գնացք բեռնել եւ ինչն է որ կարելի է գնացքով արտահանել եւ ինչն է որ ոչ մի կերպ հնարավոր չի գնացքով արտահանել։ Իդեպ արտգործնախարարությունը չի պատասխանել հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին հարցմանը, միայն տեղեկացնելով, որ զարգացումների դեպքում կլինեն ծանուցումներ։ Մինչ ադրբեջանական բենզինը լայն թափով սպառվում է, Երևանում մտածում են նաև Բաքու հայկական ապրանքի արտահանման մասին։ Իշխանություններն ասում են հնարավորությունը կա, կաջակցեն, գնդակը բիզնեսի դաշտում է։ Այստեղ դեռ հաշվում են հնարավոր օգուտներ շատ լինելու թե վնասը։ Հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի։ Արդյոք ադրբեջանական ավելի քան 10 միլիոնանոց շուկան հետաքրքիր է հայկական բիզնեսի համար։
Շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին Հայաստան ներկրելուց հետո վարչապետ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե հույս ունի, որ առաջիկայում Հայաստանից էլ ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։ Փաշինյանի այս հայտարարությանն ի պատասխան արդեն Բաքվից տնտեսագիտական կարծիքներ են հնչում, թե Ադրբեջանը Հայաստանից կարող է կոնյակ, ծխախոտ եւ գյուղատնտեսական ապրանքներ գնել։ Նրանք բազմազան խմիչքներ ունեն, նրանց կոնյակը օրինակ հայտնի է ամբողջ աշխարհում։ Իշխանամետ Հայքի Նազին ասել է ադրբեջանցի տնտեսագետներից մեկը։ Արդյոք կոնյակ արտադրող ընկերությունները պատրաստ կլինեն պահանջարկի դեպքում իրենց արտադրանքը արտահանել ադրբեջանական շուկա։ ՄԱՊ գինու կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանն Ազատության հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ադրբեջանական շուկան դժվար թե արտադրանքի արտահանման մեծ ծավալներ կարողանա ապահովել։ Եթե զուտ բիզնեսի տեսակետից չեմ գտնում, որ այդ շուկան դիվերսիֆիկացիա կապահովի հայկական կոնյակ արտադրողներին, ամենամեծ շուկան դա շարունակում է մնալ Ռուսաստանը, հետո Բելարուսը հայկական կոնյակի հետ կապված։ Գործարարը նշում է, որ անգամ Ղազախստանում հայկական կոնյակ արտադրողները չեն կարողանում այնպիսի ծավալներ իրացնել, որը ռուսական շուկայի համեմատ կարողանա դիվերսիֆիկացիա ապահովել։ Ղազախական շուկան գրեթե 2 անգամ մեծ է ադրբեջանական շուկայից, բնակչությունն այստեղ տարբեր տվյալներով մոտ 18-ից 19 միլիոն է։ Հետևաբար կոնյակի արտահանման առյուծի բաժինը շարունակում է մնալ Ռուսաստանը։ ՄԱՊ-ն իր արտադրանքն այսօր արտահանում է Ուկրաինա, Ռուսաստան, Բելարուս, Մոլդովա եւ եվրոպական տարբեր երկրներ։ Ես չեմ գտնում, որ ինքը այն շահույթը կլինի, որ կարգավիճակ կարող է կամպանիայի փոխվի։ Իհարկե, որպես շուկա միշտ ողջունելի է ինչ որ նոր շուկանել գտնելը, թեկուզ շատ քիչ քանակի վաճառք ունենալու համար։ Դուք արտահանեք այնտեղ։ Գիտեք, նման ես առաջարկ ու խոսակցություն երբեք չի եղել։ Ես գտնում եմ, որ նման առաջարկ լինելու դեպքում պետքա եւ դնես քննարկես։ Ոտքի վրա անհնար է։ Ոչ մի բիզնես, ոչ մի գործարար արտադրող չի կարող ձեզ պատասխանել։ Բացի այն, որ չոր բիզնեսի տեսանկյունից ադրբեջանական շուկան մեծ ծավալներ ապահովելու հնարավորություն չունի, գործարարի համար նաև անկանխատեսելի է ադրբեջանցի գնորդի վարքագիծը։ Ինչպես իրեն կդրսևորի այդ երկրի քաղաքացին, երբ խանութներում դարակաշարերի վրա տեսնի հայկական արտադրության ապրանքը։ Ընկալումը ո՞նց կլինի։ Միանշանակ չի ընկալումը, չէ՞։ Դե մենք ինքներս մենք մեզ ոչ ենք խափի։ Ես չեմ գտնում, որ միանշանակ է ընկալումը, որը ծափահարություններով կընդունեն։ Ոչ, ես այդ կարծիքին չեմ։ Ամեն դեպքում ՄԱՊ կոնյակի գործարանի տնօրենը կարծում է, որ առհասարակ որքան շատ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ապրանք վաճառեն, այնքան ավելի լավ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ Գործարարի համոզմամբ ցանկացած հարաբերություն սկսում է ամենափոքր քայլերից, իսկ շուկաներ մտնելը հենց այդ քայլերից մեկն է։ Գործարարների շրջանում սակայն կարծիքները տարբերվում են։ Կոնյակ արտադրող ընկերություններից մեկի ղեկավարը, որ չցանկացավ իր անունը հրապարակել, հետագայում իր բիզնեսը հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար Ազատության հետ զրույցում նշեց, որ ինքը Ադրբեջանը չի դիտարկում որպես գործընկեր երկիր։ Իմ սկզբունքները ավելի կարևոր են, քան գումար աշխատելը։ Ես գումար եմ աշխատում իմ սկզբունքներին համապատասխան ապրելու համար։ Ինչպես կարելի է հարստացնել մի երկրի, որի հետ դու պատերազմի վտանգ ունես։ Միևնույնն է, աշխարհի ամբողջ գումարները չես աշխատի, գործընկերներին պետք է ճիշտ ընտրել։ Այդ մեր գործարարների, մեր աշխատողների, մեր բիզնեսի, մեր պետության պետական բյուջեի գրպանը կծակվի, որ այդ դոլարները գան մտնեն։ Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են քննարկումները փոխադարձ առայթուր իրականացնելու հարցի շուրջ, օրերս հանրայինի հետ զրույցում վերահաստատեց նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ընդգծելով, որ ստրատեգիական պլաններ ունեն ներմուծման եւ արտահանման ուղղությամբ։ Ավելի վաղ Ազատության հետ զրույցում նախարարը թվարկել էր այն ապրանքների ցանկը, որոնք Հայաստանից կարող են արտահանվել Ադրբեջան՝ ալյումինի փայլաթիթեղ, ոսկյազարդեր, գյուղատնտեսական ապրանքներ, ձկնամթերք, ֆերոմոլիբդեն եւ այլն։ Հայաստանը ուժեղ կլինի այդ դեպքում, երբ որ ֆերոմոլիբդեն օրինակ վաճառենք Ադրբեջանին, թե Ադրբեջանին ֆերոմոլիբդեն չվաճառենք։ Ես կարծում եմ, որ Հայաստանը ուժեղ կլինի առաջին դեպքում, երբ որ վաճառենք, դրա փոխարեն դոլար գա։ Bizim de məlumatlı olduğumuz Ermənistan tərəfinin mövqeyini Նախորդին նաև Ադրբեջանի արտգործնախարարներ կարծիք հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են զարգացնել առևտուրը տարբեր ոլորտներում։ Երկու երկրների միջև ռազմական ապրանքների առևտուրը բացառված է, բայց այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է։ Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը տեղի կունենա։ Ընդգծել էր Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնելով, որ վրացական կողմը Ադրբեջանից ապրանքների տարանցման համար սահմանած բարձր սակագինը վերանայել է եւ այն արդեն համապատասխանում է շուկայական պայմաններին։ Սահմանները սովորաբար անցնում են երկու պրոդուկտ։ Կամ ապրանքներ, կամ զինվորներ։ Զենք ու զրահ։ Մեր սահմանները պետքա անցնեն այլևս միայն ապրանքներ։
Տնտեսական վերլուծաբան Գագիկ Մակարյանն ասում է, որ իհարկե բազմաթիվ ապրանքներ կարող են արտահանվել Ադրբեջան՝ ալկոհոլային խմիչքներ, կոնյակ, գինի, շինանյութ, մետաղական կոնստրուկցիաներ, պահածոներ, մուրաբաներ, հագուստ, ծխախոտ եւ այլն։ Սակայն գլխավոր խնդիրն ըստ Մակարյանի այն է, որ Ադրբեջանում մարդիկ թշնամաբար են տրամադրված եւ հակահայկական տրամադրությունները շատ խորն են արմատավորված։ Պետությունը պետք է հանդուրժողականության մթնոլորտ ստեղծի նախ եւ առաջ, որպեսզի ապրանքները վաճառվեն եւ բիզնեսը չտուժի, ասում է վերլուծաբանը։ Անաղմուկ չի անցնում քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակի կազմումը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչությունն օրինակ մերժել է կուսակցության հնաբնակներին, Հայկ եւ Նաիրի Սարգսյան եղբայրներին։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը բողոքարկել է որոշումը քաղաքական իր կարիերան դադարեցնել փորձելու մեջ մեղադրելով խորհրդարանի խոսնակին։ Ցուցակում չի լինի նաեւ սկանդալում հայտնված գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության 4 ժամ տևած նիստում 3 իշխանականները վարչապետի գլխավորությամբ քննարկել են նաև 2026-ի նախընտրական ցուցակում չհաստատված թեկնածուների, սեփական թիմակիցների բողոքարկումները, բայց թե ինչ որոշման են հանգել իշխող ուժում, ԿՊ-ից դեռ չեն հայտնում։ Իշխող ուժի վարչության անդամ պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր միայն փոխանցեց, արդյունքները դեռ վերջնական ամփոփված չեն։ Ես ունեմ երկու ճանապարհ, առաջին գնալտուն եւ չլինել հաջորդ ցուցակում, եւ երկրորդ բողոքարկել վարչության որոշումը իրացնելով իմ կուսակցականի իրավունքները։ Քաղաքացիական պայմանագրի վարչության որոշման դեմ բողոքարկել էին ԿՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը, Ջուլիետտա Ազարյանը, Հայկ Ցիրունյանը, Կարեն Սարուխանյանը։ Այս ցանկում ամենակննարկվածը Հայկ Սարգսյանի թեկնածության մերժումն էր։ Իշխանական պատգամավորը ինքը այդ որոշումը կապել էր օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու իր օրենսդրական նախաձեռնության հետ։ Հայտարարել, ցավացրել է որոշ մարդկանց, որոնք էլ իշխող կուսակցության վարչության միջոցով իր դեմ են դուրս եկել։ Ամենախնդրավորս օրենքի նախագիծը նաև որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, կայանում է հետևյալում։ Ես օրենքի նախագիծ եմ հեղինակել եւ սկզբնական շրջանում դրան դեմ է եղել ֆինանսների նախարարությունը, պետական եկամուտների կոմիտեն, խոսքը վերաբերվում է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու։ Լրատվամիջոցները գրում էին օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու օրենսդրական փոփոխության հետևանքով Սարգսյանի հարաբերությունները սրվել էին հատկապես ազգային ժողովի նախագահի հետ։ Մինչդեռ Ալեն Սիմոնյանը հերքել էր, թե ինքը բուքմեյքերական ընկերությունների շահերն է առաջ մղում։ Հայկ Սարգսյանն այսօր անարձագանք թողեց մեր զանգերը։ Նա այս օրերին արխիվային տեսանյութեր է տարածում, որոնցում ինքն ու եղբայրը պատանի տարիքից ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողքին են, մասնակցում են ցույցերին։ ԿՊ-ն մերժել էր նաև Սարգսյանի եղբոր, վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի թեկնածությունը։ Նա այսօր ասաց, չի բողոքարկել որոշումը։ Մինչ իշխող ուժից հայտնում են, որ բողոքարկումների արդյունքները դեռ վերջնական որոշված չեն, մերժված թեկնածուներից Կարեն Սարուխանյանն այսօր Facebook-յան իր էջում հայտնեց, ինքը 2026 թվականի իշխող ուժի նախընտրական ցուցակում չի լինի, բայց կմնա թիմում, ընդ որում պնդում է, թե ընտրություններից հետո պաշտոն կստանա։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում չեմ լինելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում, բայց ներգրաված եմ լինելու նախընտրական ակտիվ քարոզարշավին եւ կազմակերպչական աշխատանքներին, իսկ հետագայում իմ գործունեությունը շարունակելու եմ գործադիրում կամ պետական այլ մարմիններում։ Սարուխանյանի անունն էլ ամիսներ առաջ թմրանյութի սկանդալի հետ էր կապվում։ Այս հարցն անգամ ԿՊ-ի ներսում քննարկվեց, որից հետո էլ պատգամավորը թմրանյութի թեստ հանձնեց։ Իդեպ այսօր քաղաքացիական պայմանագիրը արտաշատում անցկացված ժողովում դարձյալ քննարկել է կուսակցության համամասնական ցուցակն ու նախընտրական շտաբի անելիքները։ Զեկույցներով են հանդես եկել կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը։ 2026-ի ընտրություններում իշխանական ցուցակում հայտնվելու համար 380 թեկնածու է առաջադրվել։ Առայժմ հայտնի չէ, թե նրանցից քանիսը կհաղթահարի քասթինգը։ Դուք դիտում եք լրատվական կենտրոնը, լուրերն անընդհատ թարմացվում են նաև մեր Telegram-ի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածի թեմաներն են։
Իշխանության որ խոստումն է կատարվել 2025-ին։ Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի։ Լրագրողական կազմակերպությունները մտահոգություններ են հնչեցնում կառավարության օրենսդրական նոր նախաձեռնության շուրջ։ Հեշտությամբ կարող որոշի, որ վերջ փակում ենք ու Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի առաջնորդների վաղվա հանդիպմանն ընդառաջ Կիևը լայնամասշտաբ հարձակման է ենթարկվել։ Տարեվերջը ճիշտ ժամանակն է ամփոփելու իշխանությունների կատարածն ու չկատարած խոստումները, հատկապես որ 2026-ն արդեն ընտրական տարի է, այսինքն ավարտվում է քաղաքացիական պայմանագրի կառավարման հնգամյա փուլը, ինչի համար են քվե խնդրել ու ինչն է 5 տարի անց այդպես էլ մնացել թղթի վրա։ Իշխանությունները տարին ավարտում են մի շարք խոստումներ անկատար թողնելով, բայց դարձյալ վստահեցնելով, իրականություն կդարձնեն դրանք։ Մենք կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի։ Կառավարության նիստից հետո վարչապետը խոստացավ, չնայած կապսի ջրամբարի շինարարությունը դադարեցվել է, իշխանություններն այն կառուցելու են։ Այս դեպքում, սակայն, Փաշինյանը որևէ ժամկետ չնշեց։ Կառավարությունը ջրամբարի կառուցումը նախատեսում էր ավարտին հասցնել 2026 թվականին։ Շիրակի մարզում կառուցվող կապսի ջրամբարի շինաշխատանքները օրերս են դադարեցվել։ Շինարարությունն իրականացնող չինական Shanxi Construction Investment Group-ի աշխատակիցները հեռացել են Հայաստանից։ Հայաստանի կառավարությունը միջազգային մրցույթը շահած չինական ընկերության հետ պայմանագիրը խզել է։ Հիմա գործադիրը նոր գործընկեր է փնտրում։ Վարչապետը Shanxi Construction Investment Group-ին մեղադրեց տված խոստումները չիրականացնելու համար, բայց չասաց, թե կոնկրետ ինչ պարտավորություններ է խախտել չինական ընկերությունը։ Խոշոր կապիտալ ծրագրերը այդպիսին են, իրենք աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ որ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում, պիտի արձանագրենք, որ սա այն դեպքերից է, որ կառավարությունը չկա այդպիսի բան, որ պիտի աներ, որ ծրագիրը հաջողությամբ ընթանար ու չի արել, կան պատճառներ, տվյալ դեպքում մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել եւ նրա այդ պայմանագիրը խզվել է։ Ազատությունը դեռ ամիսներ առաջ էր պարզել, ջրամբարի կառուցման շինաշխատանքների ժամկետները խախտվել են։ Անցած ամիսներին աշխատանքների անգամ 20%-ը չի իրականացվել։ Սա էլ հենց պատճառ է դարձել կապալառու ընկերության հետ կնքված պայմանագիրը խզելու համար։ Եթե սխալվում եմ, խնդրում եմ ինձ ուղղեք։ Երրորդ հանրապետության պատմության մեջ սա թերևս առաջին դեպքն է լինելու, երբ որ մենք զրոյից բնակավայր ենք ստեղծելու, զրոյից գյուղ ենք կառուցելու եւ շատ կարեւոր է, որ մենք այստեղ այս ծրագիրը կարեւոր է ոչ միայն հենց Ջրաձորի եւ Ջրաձորի բնակիչների համար, այլև կարեւոր է մեր պատկերացումները 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ, կոնկրետացնելու վերաբերյալ։ Դեռ 5 տարի առաջ կառավարության նիստում էր վարչապետը խոստանում կապսի ջրամբարի կառուցման համար Ջրաձոր համայնքը տեղափոխելու ու նոր գյուղ կառուցելու մասին։ Կառավարությունը 5 միլիարդ դրամ էր հատկացրել զրոյից նոր գյուղ հիմնելու համար։ Անցած 5 տարում, սակայն, դրա շինարարական աշխատանքներն էլ չեն սկսվել։ Նախարար Դավիթ Խուդայթյանը հոկտեմբերին խոստացավ ծրագիրը սկսել 2026 թվականին։ Կապսը մեկն է այն 17 ջրամբարներից, որ կառավարությունը խոստացել է կառուցել 2021-26 թվականներին։ Անցած 4 տարում, սակայն, խոստացած 17 ջրամբարներից շահագործման է հանձնվել միայն 6-ի ջրամբարը։ Ինչ փուլում են մնացած 15 ջրամբարների կառուցման աշխատանքները, պարզվում է, անցած 4 տարում դրանց շինարարական աշխատանքներն անգամ չեն մեկնարկել։ 5 ջրամբարների կառուցման ներդրումային ծրագիրը արդեն հաստատվել է։ Այդ 5 ջրամբարներն են Քասախի, Ելքինի, Լիչքի, Աստղաձորի եւ Արթիկի ջրամբարները։ Սրանց շինարարության մրցութային գործընթացները ակնկալվում են մեկնարկել 26 թվականի երկրորդ կիսամյակում։ 9 ջրամբարների իրագործելիության ուսումնասիրությունները նախատեսվում են իրականացնել վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ։ Ջրային կոմիտեի կողմից արդեն մշակվել է առաջադրանքի պայմանների նախագիծ։ Եվս մի ջրամբարի մասին Գեղարքունիքի մարզի Արգիճի ջրամբարի հետ կապված փոքր տեխնիկական խնդիրներ են առաջացել։ Առայժմ տեխնիկական
տեխնիկական դադար է։ Տարբեր երկրների կառավարություններ եւ ընկերություններ, որոնք ներգրավված են տարբեր մեծության ծրագրերում, լինում են, պատահում են, որ այդ ծրագրերը ինչ որ առումով ժամկետները չեն կարողանում պահպանել կամ ինչ որ գործեր չեն կարողանում անել։ Մեր մտահոգությունը այստեղ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի կառավարության դեպքում սրանք համակարգային սիստեմատիկ եւ շարունակական բնույթ են կրում։ Սա մի եզակի դեպք չի։ Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը գործադիրին անարդյունավետ կառավարման համար է մեղադրում, հայտարարում շինարարությունը դադարեցնել, պայմանագիրը լուծելը շատ ավելի հեշտ է, քան գործընթացը կառավարել եւ արդյունք ապահովելը։ Պետական պաշտոնյաները քննարկում են, իրենք խոսում են, որ այստեղ ռիսկեր կան, որոնք պետք է կառավարել, այո, կան եւ պետք է կառավարել։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ համակարգային կերպով մի շարք պրոյեկտների դեպքում բոլորը ձախողվում են։ Կարելի է տարբեր մեղավորներ գտնել, պատասխանատվությունը բարթել ուրիշների վրա, բայց այս խնդիրները կուտակվում են եւ իհարկե օրերից մի օր սրանք ինչ որ ձևով նաեւ լայնածավալ խնդիրներ են առաջացնելու։ Այնպես չի, որ ամեն այսպիսի խնդրից հետո մեր երկիրը խնդիր է ունենալու, բայց կուտակվում են խնդիրները կառավարության կողմից վատ կառավարման արդյունքում եւ այդ խնդիրները մի օր ինչ որ տեսք են ստանում, որը այլևս հասարակության համար ընդունելի չի։ Սա իրականացնելու համար Խոստացած ծրագիրը ժամանակին չիրականացնելու կառավարման անարդյունավետության մեղադրանքների ֆոնին վարչապետը 3 փաստացի արդարացնում էր, ինչու չի հաջողվում գործադիրին չխախտել իր իսկ սահմանած ժամկետները։ Դրանք էլ մեծ բազմամիլիարդ կապիտալ ներդրումների ռիսկերն են, որոնք մենք պետք է ընթացից կառավարենք։ Ես նաև սա նկատի ունեմ, երբ որ ասում եմ, որ մենք պետք է սովորենք, ասելով չի, որ մենք ենթադրենք մի քանի հազար տարվա շինարար ազգ ենք։ Պրոբլեմներ կան, որոնք պետք է սովորենք, թե ինչպես լուծել եւ պիտի սովորենք ինչպես անել, որ այդ պրոբլեմները չառաջանան։ Սխալներով, բացթողումներով ենք մենք եւ բոլորը սովորում եւ խնդիրն է նա, որ մենք պետք է ի վերջո դարձնենք ջրամբար կառուցելը սովորական բան։ Իշխանության խոստացած ու դեռ իրականություն չդարձած ծրագրերից մեկն էլ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումն է։ Մենք հստակ որոշումը կայացրել ենք եւ պետք է գնանք այս ճանապարհով, այսինքն ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որպեսզի մենք իհարկե եթե նախագծման process-ները ժամկետում Այսինքն հույս ունեմ ժամկետները չեն խախտվի, ես մի քիչ էլ ավելացված ժամկետով ասացի եւ 2024 թվականին պետք է սկսենք շինարարությունը Աջափնյակ կայարանի եւ շատ կարևոր է սա։ Մետրոյի նոր 11-րդ կայարանի շինարարությունն անգամ անցնող տարում չմեկնարկեց, իսկ Աջափնյակի կայարանի կառուցման համար բյուջեից հատկացված միջոցների մի մասը սկզբում կառավարությունը, հետո էլ քաղաքապետարանը այս տարի այլ ծրագրերի հատկացրեց։ Գործադիրը $300,000 ուղղել է սահմանամերձ բնակավայրերում ապրողների կոմունալների վճարների մասնակի փոխհատուցմանը, մոտ $9 միլիոն բնակավայրերի սեփական տների էներգոարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրին։ Շաբաթասկզբին էլ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ գումարի մի մասով քաղաքապետարանը 12 մետրանոց 45 տրոլեյբուս է գնել։ Ավինյանը մետրոյի նոր կայարանի աշխատանքների ձգձգումը հիմնավորել էր նախագծի բարդությամբ, հայտարարել այն բարդության 5-րդ աստիճանի է եւ միայն պարզ փորձաքննությունը տևել է մոտ 1 տարի։ Հանրայինի եթերում էլ պարզաբանեց, թե գումարը չեն հասցրել ծախսել 2025-ին եւ ստիպված հատկացրել են քաղաքային այլ խնդիրների լուծմանը։ Յուրաքանչյուր ծախսի վերաբաշխում իրականացվում է ծրագրի որոշակի բարդությունների հետ կապված։ Մետրոյի նախագծի մեր պարզ փորձաքննությունը շատ երկար ժամանակ էր տևել։ Դա է միակ պատճառը, որ այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծախսել եւ պլանավորում ենք ծախսել արդեն հաջորդ տարի։ Եվ շատ տրամաբանական էր, որ այն գումարը, որը չէր ծախսվելու մետրոյի հողերի օտարման համար, խոսքը գնում էր հողերի օտարման մասին, պետք է արդեն նույնպես այդ ոլորտին տրամադրենք եւ տրամադրել ենք 45 12 մետրանոց տրոլեյբուսների գնման համար։ Քաղաքային նախորդ իշխանությունների ու նաեւ այս իշխանության խոստումներից մեկը Հայաստանի ամենամեծ Նուբարաշենի աղբավայրի փոխարեն նորի կառուցումն է։ Գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի
թիմը խոստացել էր կոնսերվացնել աղբավայրը, դրա փոխարեն 2024-ին սկսել ժամանակակից ստանդարտներով աղբավայրի կառուցումը։ Մենք արդեն մշակել ենք կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը։ Այս հոկտեմբերին էլ քաղաքապետը խոստացավ, մինչև տարեվերջ քաղաքապետանը կենցաղային թափոնների վերամշակման գործարանի առաջին փուլի մրցույթը կհայտարարի։ Քաղաքի համար սա եւ բնապահպանական, եւ անվտանգային հարց է։ Մենք վերջ ենք տալու այս պրակտիկային, որը շուրջ 75 տարի վտանգել է բոլորիս առողջությունը եւ քաղաքի բնականոն միջավայրը։ Երևանը ունենալու է մաքուր, անվտանգ եւ վերահսկվող թափոնների կառավարում։ Քաղաքապետանից հայտնում են մրցույթը եկող շաբաթասկզբին կհայտարարվի, իսկ նոր աղբավայրի կառուցման շինարարության մի քանի մրցույթները անցնող տարիներին անհաջող են եղել, առնվազն 3 անգամ հետաձգվել են։ Անցած շաբաթ քաղաքային իշխանությունները նոր աղբավայրի համար նոր ժամկետներ սահմանեցին, բայց ոչ շինարարության մեկնարկի։ Քաղաքապետանից հայտնում են միայն 2026 թվականի վերջին հնարավոր կլինի մեկնարկել նոր աղբավայրի տեխնիկական հսկողության եւ շինարարական աշխատանքների մրցույթները, եթե կառավարությունը հաստատի ներդրումային ծրագիրը։ Գործադիրի հավանությամբ խորհրդարան է հասել օրենսդրական նոր նախաձեռնություն, որի հեղինակները պնդում են, թե պայքարելու են հայաստանյան եթերում արտաքին միջամտության դեմ, մեկ անգամ չէ, որ իշխանությունները դժգոհել են Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքներից։ Հայաստանցի փորձագետները մտավախություններ ունեն, որ նախագիծը կարող է նաև հայկական մեդիայի խոսքի ազատության դեմ շրջվել։ Բոլոր դեպքերում Կառավարությունը հավանություն տվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկած տեսալսողական մեդիայի մասին օրենքում մի շարք խստացումներ նախատեսող փոփոխություններին։ Ընտրություններից առաջ մշակված այս նախագիծն ընդգրկված էր կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։ Փոփոխությունները միտված են քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը, հնարավորություն տալով կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի եւ այլ վնասակար բովանդակության տարածումը։ Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա, ապահովելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողություն եւ վերահսկելիություն։ Չեմ հասկանում այն հրճվանքը, որով որ սա ներկայացվում է, չեմ հասկանում, թե ինչու է այսպես փակ ռեժիմով ամեն ինչ տեղի ունեցել։ Մինչ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Facebook-յան գրառմամբ կարծիք էր հայտնել, թե նախագիծը երկիմաստ մեկնաբանություններն է եկել կանխելու, մեդիա փորձագետները վտանգներն են ծանրու թեթևանում։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը բարի ցանկություններ տեսնում է, բայց եւ կարծում է մտահոգիչ ձևակերպումներ կան, որոնք իշխանությանը ազատ մեկնաբանության տեղ կարող են թողնել։ Այդ սահմանադրական կարգի տապալման կոչերը, չգիտեմ, այնտեղ ռասայական, կրոնական խտրականություն քարոզել եւ այլն, այդ ամենը մեզանում արդեն արգելված է, քրեական օրենսգրքով է արգելված եւ բավականին այսպես հստակ է այդ ամենը գրված։ Կարծում եմ, որ սա նախընտրական շրջանի համար լրացուցիչ կարգավորումներ է նախատեսում խստացնելու այդ իրավիճակը, իսկ ցանկացած խստացում, այս տիպի խստացում, իր մեջ ռիսկեր է պարունակում խոսքի ազատության տեսանկյունից, կարծիքների ազատ արտահայտման տեսանկյունից։ Նախագծում մանրամասն գրված է, ինչն է արգելվում տարածել տեսալսողական հաղորդումներով։ Սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու տեղեկատվությունը, բռնության եւ դաժանության քարոզը, ազգային ռասայական սեռային, կրոնական ատելություն բորբոքող բովանդակությունը։ Գործող օրենքում դրանք հատ-հատ թվարկված չեն։ Միայն գրված է, որ չի թույլատրվում օրենքով արգելված արարքների կոչեր տարածելը։ Ընդլայնվել են հեռարձակմանը հետևող կարգավորող մարմնի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի լիազորությունները։ Հենց այս պետական մարմինը պետք է որոշի, օրինակ, ինչ է բռնության եւ դաժանության քարոզ, ինչը ոչ։ Իսկ եթե քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ նկատի, պետք է դիմի իրավապահների։ Առցանց տիրույթին այս փոփոխությունները չեն վերաբերում։ Աշոտ Մելիքյանը չի հասկանում, ինչու են կենտրոնացել հեռարձակման դաշտի վրա։ Լրացուցիչ լիազորություններ են տրվում, այդ թվում նաև այդ լիազորությունը որոշ առումով հիշեցնում են կացնային մոտեցումներին։ Տեսնում ենք, որ Տատանում ինչպիսի բարդ վիճակներ, օրինակ նույն
Սամվել Կարապետյանի հետ կապված, ասենք մեր ձևով այդ ինչ է, հոգեբաններով, լեզվաբաններով չեն կարողանում հասկանալ մինչև վերջ, իսկ այստեղ կարող է հանձնաժողովը, որը շատ ավելի բարձր որ կառավարությանը ենթակա մարմին է, հեշտությամբ կարող որոշի, որ վերջ փակում ենք ու Արգելված բովանդակության տարածումը ոչ միայն տուգանքով, այլ ընդհուպ ծրագրի դադարեցմամբ կարող է ավարտվել, ու սա ոչ միայն տեղական, այլև օտարերկրյա տեսալսողական ծրագրերին է վերաբերում։ Նախագծով առաջարկվում է արգելել օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը։ Երևանի մամուլի ակումբի նախագահ մեդիափորձագետ Արթուր Պապյանը կարծում է, փոփոխությունը արտաքին միջամտությունից լրատվական դաշտը պաշտպանելու անվան տակ է ընդունվում։ Գուցե դա այդպես է ասում է, բայց գուցե հետին նպատակներ կան։ Որտեղ եթե խորանանք դուրս է գալիս, որ օրինակ Euronews-ը կամ CNN-ը հանկարծ Հայաստանի իշխանություններին ոչ հաճույք կոնտենտ տարածեն, կարող է հանձնաժողովը որոշել, որ արգելափակում է եւ նույնիսկ արխիվից հանվում է, ինչը շատ խնդրահարույց է ժողովրդավարության տեսանկյունից։ Այո, հասկանալի է, որ կամ ենթադրվում է, կամ հավանաբար այդպես է ներկայացնում, որ սա ռուսաստանյան ալիքների դեմ է արվում կամ նույն ադրբեջանական։ Բայց եկեք հասկանանք, իրական Հայաստանում հեռարձակվում են ռուսաստանյան հեռուստաալիքներ, մենք այդ մասին մեդիա հանրությամբ հայտարարություն ենք տարածել, դա չի կարգավորվում այս օրենքով, որովհետև այդ ալիքները հեռարձակվում են միջպետական, պայմանավորվածությունների դաշտում է եւ եթե իշխանությունները ուզեին, դրանք կարող էին դադարեցնել, ինչին մենք նաեւ կոչ էինք արել ցանկացած պահի։ Աշոտ Մելիքյանը չի բացառում, որ իշխանության նպատակը նաև Ռուսաստանից եկող հիբրիդային վտանգները չեզոքացնելն է։ Ես կարծում եմ, որ սրանով իրավական դաշտ է ստեղծվում, որպեսզի նմանատիպ հաղորդումները, մասնավորապես Սալավիովի հաղորդումների նման, ես 60 րոպե, մնացածները չեմ ուզում բոլորը թվարկել, որպեսզի հնարավորություն լինի պետական կառույցների համար ի ցույց դնելու այդ հեռուստաընկերություններին եւ նրանց մեջքին կանգնած պետությանը, որ դուք խախտել եք այս միջպետական պայմանագիրը եւ մեր օրենսդրությունը նաեւ, որովհետեւ ակնհայտ է ապատեղեկատվությունը, պիտակավորումը, այդ թվում նաեւ ժողովրդի հասցեին։ Վերջին խոսքն ազգային ժողովինն է, որտեղ փոփոխության հեղինակ իշխանության ներկայացուցիչներն են մեծամասնություն կազմում։ Խորհրդարանի խոսնակն այսօր արդեն ողջունել է առաջարկները, հայտարարել այն խոսքի ազատության դեմ չէ։ Ազատության հարցին այս նախագիծն արդյոք հիբրիդային պատերազմին դիմակայելու շրջանակներում է, համաձայնել է, թե ինչ որ մասով այո, բայց ըստ Ալեն Սիմոնյանի սա Հայաստանի անվտանգությանը վերաբերող օրենք է, հասցեատերը բոլոր լրատվամիջոցներն են։ Հիբրիդային պատերազմի մասին խոսելիս իշխանականները հաճախ ռուսական ալիքներն են հիշատակում։ Ես նկատի ունեմ արտաքին ուժերը, ես նկատի չունեմ Ռուսաստանը, ես նկատի չունեմ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ասեմ բոլորը, ում գիտեք, Հայաստանի քարտեզը վերցրեք, նայեք աջ, ձախ 100 երկիր են կողմ, 10 երկիր են կողմ, ասում բոլորը, դա Հայաստանի Հանրապետության անվտանգության վերաբերելի օրենք է։ Մեդիափորձագետները դժգոհ են մշակման փուլում իրենց չեն ներգրավել։ Երևանի մամուլի ակումբը իդրաֆտում է նախագիծը հրապարակված տեսել, որոշ առաջարկներ է արել։ Ես կարծում եմ սա այն դեպքն է, որ անպայման Վենետիկի հանձնաժողովի կամ Եվրոպայի խորհրդի այլ փորձագիտական շրջանակների եզրակացությունը շատ կարևոր է։ Միջազգային լրահոսից Կիևը եւ հարակից շրջանները գիշերը ենթարկվել են անօդաչուների ու հրթիռների լայնածավալ հարձակման քաղաքի գրեթե 1/3-ը մնացել է առանց ջեռուցման, վնասվել են բարձրահարկ շենքեր, Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել Ուկրաինայի հետ սահմանին։ Դոնալդ Թրամփը պոլիտիկոյի հետ զրույցում ասել է, որ վաղն ակնկալում է արդյունավետ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Պոլիտիկոյի տեղեկություններով Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահները քննարկելու են Կիևին Վաշինգտոնի անվտանգության երաշխիքները։ Ցավոք փոփոխությունների հույսը քիչ է։ Ամուսինս եւ եղբայրս երկուսն էլ բանակում են ծառայում։ Հույս ունենք, որ իրավիճակը կփոխվի մեր օգտին։ Մենք որևէ տարածք պատրաստ չենք զիջել։ Ніяких територій позбуватися і віддавати ми не хочемо.
Կարծում եմ, Ռուսաստանը որևէ բան փոխելու մտադրություն չունի։ Այն, ինչ նրանք ակնկալում են Ուկրաինայից, մեզ համար ընդունելի չէ։ Միացյալ Նահանգները Բուդապեշտի հուշագրի շրջանակում մեր անկախության եւ ինքնիշխանության երաշխավորն է, բայց շարունակում է միայն խոստումներ տալ։ Ուկրաինան միայն ճնշում է զգում, նաեւ օտարերկրյա մատակարարված զինատեսակների կիրառման արգելքներ Ռուսաստանի տարածքի դեմ։ Իրանում մեկ տարում մահապատժի են ենթարկել 1922 մարդ ու 1681 տղամարդ և 59 կին ու 2 անչափահաս։ Ամենահաճախը Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել մարդկանց սպանության և թմրանյութի հետ կապված մեղադրանքներով։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում, լրատվական կենտրոնը եթեր կվերադառնա երկուշաբթի։